Թող Աստծոն փառավորվի, իրապես շնորհակալ ենք Աստծուց իր ողորմության, իր ներկայության, իր սիրո համար, երբ որ խորը մտածում ենք կյանքում ամեն ինչը, որ մեր ուզածով է եղնում, բայց այն ինչը, որ Աստված իմ ու քո կյանքում որոշվում է, որ պետք է եղնի, անխտիր դա ձև է կատարվում է։ Թող փառավորվի մեր մեծ Աստվածը, ուզում եմ Աստծո խոսքից մի քանի համար կարդանք, նայենք ու էլի աղոթքով գանք Աստծո առաջ, կարդալու եմ երկրորդ օրինաց 30-րդ գլուխ 19-20 համարները, երկրորդ օրինաց 30-րդ գլուխ 19-20, այսօր երկինքը և երկիրը վկա եմ կանչում ձեզ վրա, որ կյանքը և մահը, օրհնությունը և անեծքը ձեր առաջը դրի, ուրեմն կյանքը ընտրիր, որ ապրես, դու և քո սերունդը։ Տեսեք քույրեր ջան, եղբայրներ ջան, մենք չենք կասկածում Աստծո մեծության վրա, մենք համոզված ենք, վստահ ենք, որ Աստծո ամեն խոսքի ամեն մի տառը կատարվում է, ու այդ կենդանի Աստված այսօր ասում է, երկինք ու երկիրը վկա եմ կանչում ձեզ վրա, որ կյանքը ու մահը դրել եմ ձեր առջև։ Այսօր որ նայում ենք մարդու բնույթին, այս մարդը միշտ փնտրտուքի մեջ է, մարդը միշտ ընտրության առջև է կանգնած։ Ու երբ որ տեսնում ենք հոգևոր մարդը, քույրեր ջան, եղբայրներ ջան, հոգևոր մարդը ինչն է ընտրում, ինչը որ հաճելի է Աստծուն։ Հոգևոր մարդու նպատակը մի բան է, այն ճանապարհով գնամ, այն քայլը կատարեմ, որը որ հաճելի է երկնքին։ Հոգևոր մարդը այս ձև է մտածում։ Իսկ երբ որ նայում ենք քույրեր ջան, եղբայրներ ջան, մարմնավոր մարդու մտածմունքին, մարմնավոր մարդու ընտրությանը, այս մարդը հոգևորը միշտ չի որ առաջին տեղում է դնում։ Նայում ես, որ այս մարդը շատ ժամանակ առաջնորդվում է իրան մարդկորենով, իրան հարմար, ու այսօր մտածում ենք, ինչի ոմանց կյանքում կա օրհնություն, իսկ ոմանց կյանքում այդ օրհնությունը պակասում է։ Միթե Աստված անաչառ Աստված չի, Աստված աչառություն չի անում, քույրեր ջան, եղբայրներ ջան, բայց ինչի է ոմանց կյանքում այդ օրհնությունը կա, Աստծո ներկայությունը կա, զորությունը կա, այդ կապանքները քանդվում է, բայց ոմանց կյանքում նայում ես, Աստծո ներկայությունը չկա։ Այս մարդու կյանքում ավելի շատ ինչ կա, անեծք։ Ինչ է անեծքը, այսքան լաբերեք նայենք մեր շուրջը, այսքան երիտասարդներ են մահանում, այսքան երիտասարդներ հիվանդանոցում, այսքան ցավ, այսքան տառապանք, այսքան արհավիրք, այսքան պատերազմ, միթե դա անեծք չի, քույրեր ջան, եղբայրներ ջան։ Ու այսօր Աստծո խոսքը ասում է, երկինք ու երկիրը վկա եմ դնում։ Աստծո խոսքը մի հատ իմ նման հասարակ մարդու չի վկա դնում, որ մի քանի տարի ապրի, մահանա գնա ու վկան վերջանա, երկինք ու երկիրը, որ անսասան են, ասում է վկա եմ դնում, տեսեք ինչ ասում, որ կյանքը և մահը, օրհնությունը և անեծքը ձեր առաջը դրի։ Աստված ասում է, մահը, անեծքը, կյանքը և օրհնությունը ձեր առջև դրեցի։ Երբ որ նայում ենք քույրեր ջան, եղբայրներ ջան, Աստծո խոսքը Հուդան, Հիսուսի աշակերտ Հուդան, ինչ ընտրեց։ Կյանքը, թե 30 արծաթը։ Հուդան Հիսուսի աշակերտն էր, Հուդան Հիսուսի հետ էր, բայց երբ որ եկավ, որ պետք է ընտրի կյանքը, որ հավիտյան Աստծո հետ ապրի, կամ անեծքը, մահը, որ տանելու է դժոխք, Հուդան ընտրեց ինչը, 30 արծաթը։ Նայենք Դեմասի կյանքը, աշակերտների հետ էր շրջում, միգուցե Հիսուսի աշակերտներից էր, միգուցե հրաշքներ էր անում, նշաններ էր անում, եթե հրաշք նշան արած չեղներ, բայց ես համոզված եմ, որ շատ հրաշքներ էր տեսել, շատ նշաններ էր տեսել, շատ աղոթքներ էր մասնակցել, բայց այս մարդ եկավ մի պահ, որ պետք է ընտրություն աներ, կյանքը, օրհնությունը կամ անեծքը և մահը
Այս մարդը ինչ ընտրեց, աշխարհը, ընտրեց մահը, քույրեր ջան, եղբայրներ ջան, ընտրեց մահը, բայց նայում ենք ավետարանին շատ մարդիկ կան, օրինակ Մովսեսը, որ հնարավորություն ուներ իր մարմնավոր կյանքում փարավոնի ճաշի սեղանից օգտվել, փարավոն դառնալ, փարավոնի ընտանիքում մեծանալ, բայց ինքը դա չընտրեց։ Ինքը ընտրեց չարչարվել այն մարդկեքի հետ, ովքեր որ ընտրելու են կյանքը ու հավիտենությունը, այն մարդկեքի հետ, ովքեր որ ընտրելու են օրհնությունը։ Նայենք աշակերտներին, քույրեր ջան, եղբայրներ ջան, նույն Հուդայի հետ էին, նույն միջավայրում էին, նույն Հիսուսի հետ էին, նույն քարոզները լսում էին, նույն հրաշքները տեսնում էին, նույն տեղը հավաքվում, պաշտում էին Աստծուն, բայց այն 11 աշակերտը ընտրեց կյանքը, ընտրեց հալածանքը, ընտրեց նեղությունը, ընտրեց Հիսուսի խոսքին հավատարիմ մեղնելը, ու այդ աշակերտների քարոզած ավետարանի հիմա ենք, որ այսօր շատերս քույրեր ջան, եղբայրներ ջան, այսօր ուզում եմ մի պահ նայենք ամեն մեկս, իմ կյանքում այդ օրհնությունը կա թե չկա, սա հարց է, որ ամեն մեկս մեր ներսում գիտենք քույրեր ջան, եղբայրներ ջան, այդ օրհնության բանալին Աստված տալիս է մեզ, ասում է քո առջև եմ դրել, դու պետք է ընտրես, դու պետք է քայլ անես, դու պետք է սիրտդ բացես Աստծո առաջ, որ նայում ենք Ադամին ու Եվային, քույրեր ջան, եղբայրներ ջան, բերեք լավ մի պահ մտածենք, Ադամն ու Եվան դրախտում ինչի պակաս ունեին, ոչ մի բանի պակաս չունեին, ոչ մի խնդիր չունեին, ոչ կոմունալի հարց կար, ոչ տաքության հարց կար, ոչ հագուստի, ոչ մի խնդիր չունեին, ու ամենակարևորը Աստծո ներկայության մեջ էին, բայց մի օր այս մարդիկ էլի ինչ ընտրեցին, աննազանդության ճանապարհը, հեռացան Աստծուն, այսօր այս հարցը ես երեկ իրիկունել եմ ինձ տվե, այսօր ես որ նայում եմ, ինչի պակաս ունեմ, գրեթե ոչ մի բանի, փառք Աստծո, տունը կա, տեղը կա, առողջությունը կա, աշխատանքը կա, հացը կա, տաքությունը կա, ամեն ինչը կա, այսօր ես ինչի ճանապարհն եմ բռնում, այսօր իմ կյանքում, շատերիս կյանքում ամեն ինչը կա, բայց ամենակարևորը Աստծո ներկայությունը չկա, ես կարամ ամեն ինչից բավարարված եղնեմ, ես կամ ամեն ինչից ասեմ շնորհակալ եմ Աստծուն, բայց լա այդ թող երկրորդական, լա մի հատ առաջնայինը նայի, լա տես Աստծո ներկայությունը քո կյանքում կա թե չկա, տեսեք քույրեր ջան, եղբայրներ ջան, երբ որ կարդում ենք Սաղմոս 109, 17 համարը, ինչ ասում, ասում է անեծքը սիրեց, և նա կտեսնե նրան, և օրհնություն չկամեցավ, և նա հեռու կլինի նրանից, այս որ մարդն է, որ անեծքը սիրեց, այն մարդը, որ կյանքը չի սիրում, այն մարդը, որ գնում է մահվան ճանապարհով, ու Աստծո խոսքն ասում է, այն մարդը, որ մահվան ճանապարհով է գնում, այդ մարդը սիրեց անեծքը, և ասում է, օրհնություն չկամեցավ, և նա հեռու կլինի նրանից, այսօր մենք պետք է մեր քայլերը նայենք, քույրեր ջան, եղբայրներ ջան, ու 18 համարում ասում է, անեծքը հագավ ինչպես հանդերձ, տեսակ, այս աշխարհի մեջ քայլող մարդը, այն մարդը, որ իր կյանքում Աստված չկա, ասում է անեծքը հագավ ինչպես հանդերձ, այսինքն ինքը գտնվում է մահի իշխանության ներքո, մահի իշխանության ներքո, բայց փառք Աստծո, որ մեզ Աստված այդ անեծքը, այդ անեծքի հանդերձը հանեց մեր վրայից, մեզ ինչ է հագցրել, արդարության պատմությանը, մեզ այն սպիտակ հանդերձներն է հագցրել, ու այսօր ուզում եմ մի պահ քննենք, այն սպիտակ հանդերձը, որ Աստված ինձ ու քեզ հագցրել է, ինչ վիճակում է գտնվում այդ սպիտակ հանդերձները, արդյոք այն սպիտակ բեհեզը, որ Հիսուսը հագցրեց, այդ ձև սպիտակ, մաքուր, ամբից պահում եմ, թե շատերինս ցեխոտվել է, շատերինս փշերի մեջ պատրտվել է, շատերս հանել ենք այդ հանդերձը, ասում է դու պետք է ընտրես,
Ես պետք է ընտրեմ, ասում է օրհնությունը եւ անեծքը ձեր առաջ դրի, ուրեմն կյանքը ընտրիր, որ ապրես դու եւ քո սերունդը։ Տեսնում եք ինչ օրհնյալ հարմար է։ Ասում է կյանքը ընտրի, որ ոչ թե մենակ դու ապրես, այլ քո սերունդն էլ ապրի, այլ քո զավակն էլ ապրի, այլ քո թոռն էլ ապրի։ Այդ կյանքը ընտրած մարդը, քույրեր ջան, եղբայրներ ջան, կյանքը ընտրած մարդը, այդ մարդը փոխված մարդ է։ Տեսեք շարունակության մեջ 20 համար ինչ ասում, նկարագրում այդ կյանք ընտրած մարդու հատկանիշները, ասում է, որ քո Եհովա Աստծուն սիրես, նրա ձայնին լսես եւ նրան հարես, որովհետեւ նա է քո կյանքը եւ քո օրերի երկարությունը։ Հիմա տեսեք, այդ կյանք ընտրած մարդուն 3 կարևոր հատկանիշ ասում։ Առաջինն ասում է, որ քո Եհովա Աստծուն սիրես։ Այս սերը խոսքերով չի, քույրեր ջան, եղբայրներ ջան։ Աստծուն սիրող մարդը Աստված ունի իր կյանքում, ու այդ Աստվածը այդ մարդու կյանքում գործ անում։ Երբ որ կարդում ենք Գործ կառաքելոց 19-րդ գլուխ 14 համարը խոսում է մի հատ քահանայապետի որդիների մասին, Սկևիայի 7 որդիներն էին։ Այս 7 որդիները որոշեցին մի հատ չար ոգով բռնված մարդու վրա աղոթք անեն։ Բայց այդ աղոթքը չստացվեց։ Իրանք այդ աղոթքի ընթացքում հաղթության չհասան, բայց 7 հոգով աղոթք էին անում։ Ու գիտեք, այդ չար ոգին, այս մարդկեքին ինչ ասավ։ Ասավ Պողոսին գիտեմ, Պողոսի Հիսուսին գիտեմ, բայց դուք ով եք։ Բայց գիտես ինչի համար այդ ձև ասավ, որովհետև երբ որ իրանք աղոթք էին անում, գիտեք ոնց սկսեցին իրանց աղոթքը, Պողոսի քարոզած Հիսուսի անունով։ Իրանք աղոթք էին անում, բայց աղոթում էին Պողոսի Հիսուսի անունով։ Քույրեր ջան, եղբայրներ ջան, այդ նույն Պողոսի Հիսուսը, որ Պողոսի կյանքում հրաշք արավ, նշան արավ, զորություն արավ, այդ նույն Հիսուսը իմ ու քո Հիսուսն է։ Բայց ինչու եմ ուրիշի Հիսուսի հավատքին նայում։ Ինչու ես իմ Հիսուսը չունեմ։ Ես պետք է իմ Հիսուսը իմ ներսում ունենամ։ Այս սա է Աստծուն սիրող մարդը, որ հավատում է, որ այն Հիսուսը, որ դարեր շարունակ այս երկիրը պահել է, որ դարեր շարունակ մարդկանց մեղքերը ներել է, որ դարեր շարունակ հրաշքներ, նշաններ, զորություններ արել, այդ նույն Հիսուսը այսօր իմ ներսում է։ Այդ նույն Հիսուսը կարող է իմ ներսում էլ այդ հրաշքը, այդ զորությունը, այդ կապանքները քանդի։ Ինչու եմ ես նայում ուրիշի Հիսուսին։ Ինչու ես իմ Հիսուսը չունեմ։ Նորից եմ ասում, այդ նույն Հիսուսը իմ ու քո Հիսուսն է, այդ նույն Աստվածը, այդ հրաշքանող Աստվածը իմ ու քո Աստվածն էլ է։ Բայց այսօր ինչու է իմ կյանքում հոգևոր վիճակը կաղում։ Ինչու եմ այսօր ես տկար։ Ինչու եմ ես նայում, որ այն եղբոր կյանքում կա հրաշք, կա նշան, կա զորություն, այն եղբոր կյանքում աղոթքը կա, այն եղբոր կյանքում բժշկություն կա, այն քույրիկի կյանքում Աստծո ներկայությունը կա, բայց իմ կյանքում չկա։ Ինչու եմ նայում։ Մի հատ նայեմ իմ ներսը։ Նայեմ իմ ներսը, նայեմ իմ եւ իմ Հիսուս Աստված կապի այդ հաղորդակցությունը։ Նա տեսնեմ ի՞նչն է խնդիրը։ Ի՞նչն է խնդիրը, որ այսօր ես աղոթք եմ անում, իմ աղոթքի պատասխանը չկա։ Ի՞նչն է խնդիրը, որ այսօր ես ծոմ եմ պահում, իմ ծոմի պատասխանը չկա։ Ի՞նչն է խնդիրը այսօր, որ ես հոգս եմ դնում ու երկինքը լուռ է։ Միգուցե կապանք կա, որ ես եմ կապել։ Միգուցե մեղք կա, որ այդ արգելքը կա։ Ու Աստված անընդհատ խոսում է, ասում է, գիտես ինչ, այդ արգելքը քո կյանքում կա։ Դրա համար այդ հաղորդակցությունը չկա։ Ինչի՞ չեմ ուզում այդ արգելքը քանդեմ։ Ինչի՞ չեմ ուզում այդ արգելքը հեռացնեմ։ Գիտես, Աստծո սիրող մարդը ինքը ամեն օր հայտնվելու է Աստծո ներկայության մեջ։ Չի կարա մարդ իր ծնողին սիրի, օրերով իր ծնողի դուռը չբանա։ Չի կարա մարդը իր զավակին սիրի ու զավակի ցավը իր ցավը չեղնի։ Չի կարա, ժողովուրդ ջան։ Շատ ժամանակ, որ զավակի ինչ-որ մի տեղը ցավում է, հենց են անում, որ հանկարծ ծնողը չիմանա։ Ինչի համար։
իրանից ավելի ծանր ատանում։ Բայց այսօր մենք հոգևոր հիվանդ ենք շատերս, բայց Հիսուսը նայում է, Հիսուսը տեսնում է, Հիսուսը դեղ ուղարկել է, Հիսուսը ճար ուղարկել է, բայց ես հրաժարվում եմ, ում եմ սպասում, ինչի եմ սպասում, Հիսուսի սիրող մարդը, քույրեր ջան, եղբայրներ ջան, Հիսուս ունի, որ այդ Հիսուսը այդ մարդու ներսը փոխում է, որ Հիսուսը այդ մարդուն մաքրում է, սրբում է, որ օգտագործի իր անվան ու փառքի համար։ Եվ երկրորդը տեսեք, Աստծուն սիրես, նրա ձայնին լսես։ Գիտեք, ինչքան կարևոր է Աստծո ձայնը լսելը։ Իսկ ամենաշատ ձայնը որն է, հեսա սա։ Սա է, որ մարդը Աստծո խոսքը կարդում է ու աշխատում է, ոնց որ այդ խոսքը գրված է, այդ ձևել ապրի, սա է Աստծո ձայնը լսելը։ Կարա Աստված խոսա, որ մարդը լսի էլ, բայց այսօր շատերս Աստծո խոսքի հետ կապ չունենք, էլ ոնց պետք է Աստծո ձայնը լսենք։ Ոնց պետք է։ Եղբայրը պաշտամունք սկսելուց առաջ բան ասավ, Ռուբեն աղբերն ասավ, ես իմ մոտ գրեցի, շատ լավ խորհուրդ էր, ասավ, ես չեմ ուզում մեղնեմ մի մարդ, որը որ կարդում է ուրիշ բան, քարոզում է ուրիշ բան, ապրում է լրիվ ուրիշ բան։ Այսօր ես կարամ կարդամ մի բան, այդ կարդացածս նույն ձև քարոզեմ քեզ։ Բայց հենց հերթը հասնի, որ ես պետք է պահեմ, արդեն դառնում եմ լրիվ ուրիշ մարդ։ Ես չեմ ուզում այդ ձև մարդեղնեմ։ Ասում է Աստծո ձայնին լսես։ Երեք մեր երիտասարդականին, երիտասարդները լսեցին, Սպիտակից մի հատ եղբայր կար։ Մի հատ պատմություն պատմեց։ Ինձ համար դա մեծ շինություն էր։ Մեր եղբայրներից մեկը Մոսկվա է եղնում, արտագնա աշխատանքի, առավոտ արթնանում է, հագնվում, պատրաստվում, որ պետք է գնա պաշտամունքի։ Ասում է իջնում է գետնանցում, լիքը մարդիկ, լիքը։ Մեկ է մի հատ մուրասկան նստած աղբամանի մոտից, աղբամանից ինչ-որ մի բան ա ուզում, որ վերցնի ուտի։ Մեկ է Սուրբ Հոգին ասում է մոտեցի ես մարդուն ու Հիսուսի սիրո մասին պատմի։ Ասում է մեկ է միանգամից մեջիցս մի ուրիշ ձայն, ախր դու պաշտամունքի ես գնում, պաշտամունքից ուշանում ես, թող գնա պաշտամունքի։ Ասում է քայլեցի նորից Սուրբ Հոգին ասավ, հետ դար այդ մուրասկանին Հիսուսի սիրո մասին պատմի։ Ասում է հետ դառա, այդ մուրասկանին ասեցի, Հիսուսը քեզ շատ է սիրում։ Ասում է այս մուրասկանը նայեց ինձ, ասավ, իսկ դու ինձ սիրում ես։ Ասում է մի պա քարացա։ Եթե ասեմ ես քեզ սիրում եմ, ախր սրտով գիտեմ, որ քեզ իրան չեմ սիրում։ Եթե ասեմ ես չեմ սիրում, ես մուրասկանն ուրիշ հարց ա տալու, ինչ եմ ասելու։ Ասում է մեկ է ներսիցս մի ձայն ասավ ասա ես քեզ սիրում եմ։ Գիտեք, Հիսուսը կարա այն մարդը, որ Հիսուսի հետ կապ ունի, կարա վարքյանական այդ մարդու սիրտը փոխի։ Ասում ասեցի ես քեզ սիրում եմ։ Ասավ դե նստի կողքս։ Նստեցի կողքը, աղբամանից այդ իր ուտելիքը հանեց, կերավ, ասավ նորից ասավ ինձ սիրում ես։ Ասեցի հա, ասավ դե փաթաթվի ինձ։ Տեր Աստված, հոտ է ասում անտանելի հոտ, կարշելի հոտ։ Եթե սիրում ես փաթաթվի։ Ասում փաթաթվեցի ես մարդուն։ Ասավ ամուր փաթաթվի, ասում ավելի ամուր փաթաթվեցի, ասում այդ իր այդ շորի հոտը կպավեմ ինձ, ասում դրանից հետո, ասավ դե նստի կողքիս ու նոր քո Հիսուսի սիրո մասին պատմի, ասում նոր նստեցի ու 2 ժամից ավել Հիսուսի սիրո մասին պատմեցի, քույրեր ջան, եղբայրներ ջան, ով կարա այս քայլը անի, մենակ Հիսուս ունեցող մարդը, Հիսուս ունեցող մարդը, որ Աստծո ձայնը լսեց, գիտեք, այսօր շատ ժամանակ մենք չենք ուզում այդ մեղավորի դրության մեջ մտնենք։ Ու ես այս ձև եմ մտածում, կարող է այդ մուրասկանը, այդ աղբամանի աղբից թունավորված մահացած եղներ, այդ իր վերջի Հիսուսի մասին լսերն եղներ։ Հիսուս ունեցող մարդը կարողանում է այդ մարդու դրության մեջ մտնել, այդ մարդու նեղության մեջ մտնել, կարողանում է դառնալ հասարակ մարդ, ոնց որ Պողոս առաքյալն էր ասում, իմաստունի հետ իմաստուն էր, անմիտի հետ անմիտ էր, չէր նեղվում, չէր վրդովում,
Կարևոր է, որ մենք Աստծո ձայնին լսենք, քույրեր ջան, եղբայրներ ջան, Աստծո ձայնին լսող մարդը, այս մարդը կյանքի ճանապարհն է ընտրում, ու կյանքի ճանապարհի մեջ միայն ու միայն ինչն է, օրհնությունն է։ Եվ երրորդը, տեսեք, ասում է նրա ձայնին լսես եւ նրան հարես, որովհետեւ նա է քո կյանքը եւ նրան հարես։ Այ ամենակարևոր բանն էս հարելն է։ Ինչ է նշանակում հարել։ Նշանակում է խառնվել Հիսուսի հետ, Հիսուս կյանքի հետ, Աստծո խոսքի հետ։ Քույրերը թխվածք շատ են թխել։ Ես չեմ թխել, բայց շատ եմ տեսել։ Թխված թխելուց ինչ են անում։ Մի հատ ափսե են վերցնում, ձուն առանձին են լցնում, չգիտեմ, շաքարավազը առանձին, ալուրը առանձին, կարագը առանձին։ Այդ նույն ամանի մեջ առանձին երևում է։ Բայց մի հատ գործիք կա, անունը միքսեր է։ Երբ որ այդ միքսերով կամ ձեռքով հարում են, քույրեր ջան, եղբայրներ ջան, հարում են, դառնում ընդամենը մի զանգված խմոր։ Էլ այդ խմորի մեջ դու չես կարա տարբերես ձուն որներ, ալուրը որներ, կարագը որներ, չես կարողանում։ Դառել է մի հատ զանգված, որը որ կրակի մեջ մտնելուց հետո արդեն պիտանի է սնվելու, օգտագործելու։ Այսօր քույրեր ջան, եղբայրներ ջան, այ Աստծո խոսքն ասում է, որ մենք է պետք է իրան հարենք։ Դառնանք մի զանգված Աստծո խոսքի հետ։ Դառնանք մի մարդ, որի մեջ երևում է խաչալ հարուցյալ Հիսուս Քրիստոս։ Սա է Աստծո խոսքի հետ հարվելը։ Բայց այսօր շատերիս կյանքում այդ Հիսուսի սերը չկա։ Այսօր շատերիս կյանքում Աստծո ձայնին լսելը չկա։ Այսօր շատերս այդ Աստծո հետ չենք հարվել։ Այդ Աստծո խոսքը մեր ներսում տեղ չունի։ Ու մենք ասում ենք, գիտես ինչ, ընտրել ենք կյանքի ճանապարհը։ Կներեք, բայց ճիշտ եմ ասում, բայց այս ճանապարհի մեջ անես կա, այս ճանապարհի մեջ չգիտեմ ինչ կա, այս ճանապարհի մեջ Աստծո ներկայությունը չկա։ Դու ճիշտ կամ ես, եթե այս իրավիճակներն իմ կյանքում չկա, ես ճիշտ ճանապարհի վրա չեմ։ Բայց փառք Աստծո, որ այսօր Աստված ինձ բերել աստեղ։ Նորից եմ ասում, սա Աստծո կամքն է, Աստված որոշեց, որ այսօր ես հայտնվեմ ստեղ իր ներկայության մեջ, որ այսօր ես գամ իր ներկայության մեջ ու ես եկել եմ։ Սա Աստծո որոշումն է։ Քույրեր ջան, եղբայրներ ջան, բերեք իրոք Աստծո ձայնին լսենք։ Հերիք է մարդկորեն, հերիք աչքի տեսածով։ Այսօր մարդը նայում է աչքի տեսածով, աչքի ուզածով։ Երիտասարդների հետ շատ ժամանակ որ խոսում եմ, զրուցում եմ, իրոք մեկ-մեկ զարմանում եմ։ Ոչ բոլորը 3 նպատակ ունեն հիմնական։ Լավ ուսում ստանան, որ լավ աշխատանքի մտնեն, ընտանիք կազմեն, աշխատանք ունենան, տուն ունենան ու ավտո, վերջ։ Այս մարդը մտածում է, այսքանն ունեցավ, ինքը բավարարված է։ Այդ մարդը չի մտածում, բա ով է Տիրոջ ծառայելու։ Ով է Աստծո ձայնին լսելու։ Այս մարդու կյանքում այս նպատակը չկա, այս ծրագիրը չկա։ Այդ մարդն էլ գնում է, իր ուզածին հասնում է։ Մտածում է, դե ուզածից հասացի, աստվածպաշտությունը կա, այս ձև առաջ է գնում։ Բայց մի հատ իր կյանքը չի քննում, արդյոք ինքը սիրում է Աստծուն։ Արդյոք ինքը Աստծո ձայնը լսում է, թե չի լսում։ Արդյոք ինքը հարվել է, Աստծո հետ մեկացել է, թե չի մեկացել։ Հոգևոր մարդը պետք է միշտ այս 3 բան իր կյանքում նայի։ Թող Աստված օրհնի ժողովուրդ ջան, կանգնենք աղոթքի։